Իրավիճակը հետևյալն է, սահմանադրությունը նախատեսում է, որ կառավարության ձևավորման պահից 20 օրյա ժամկետում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը ազգային ժողովին։ Այնուհետև ազգային ժողովը պետք է քննարկի դրան հավանություն տալու, հաստատելու հարց։ Դա էլ պետք է տևի 7 օր։ Բայց մենք ունենք մի իրավիճակ, որ ազգային ժողովը դեռևս սահմանադրաիրավական տեսանկյունից ամբողջությամբ չի ձևավորվել։ Ազգային ժողովի այս ձևավորման փուլը ինչի համար պետք է նախորդի կառավարության ծրագրի ներկայացմանը։ Այնտեղ տրամաբանություն կա։ Կառավարության ծրագրի ստուգումը կամ վերահսկողությունը պետք է իրականացվի ըստ ճյուղային մշտական հանձնաժողովների։ Երբ դրանք չկան ձևավորված, կառավարության ծրագրի ազգային ժողովի կողմից պատշաճ քննությունը ո՞նց պետք է լինի։ Այստեղ տրամաբանական հարցը մյուս հնչում է հետևյալ կերպ։ Չէ՞ որ սահմանադրությունը նախատեսել է 20 օրյա ժամկետ եւ սահմանադրությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունի։ Այստեղ բանաձև մի հատ առաջարկեմ։ Նույն սահմանադրությունը ասում է, որ ազգային ժողովի падգամավորը չի կարող լինել անազատության մեջ բացառությամբ ազգային ժողովի կողմից տրված համաձայնության դեպքում։ 2021 թվականին 3 падգամավորներ նման իրավիճակում էին։ Այդ նույն սահմանադրության դրույթը, ոնց օրինակ կառավարության ծրագիրը 20 օրյա ժամկետում պետք է ներկայացվի եւ այլ, ավելի, այսպես ասած, հստակ սահմանադրական դրույթ վկայակոչում էինք, բոլորը ասում էին դա մեկնաբանման հարց է։ Այսինքն կամայական որոշում է։ Չէ, ինչ արեցինք մենք այդ ժամանակ։ Ես օրինակ չէի կարող, չէ, գնալ եւ այդ 3 գործընկերներից ասեի, գիտեք, սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունի, հենց հիմա դուրս եկեք քրեակատարողական հիմնարկներից։ Այդ ժամանակ կա իրավական ճանապարհ։ Դիմում է սահմանադրական դատարան, որ նշված հարցով հաղթահարում լինի։ Այս ընթացքում քաղաքացիական պայմանագիրը կարող էր արդեն դիմել սահմանադրական դատարան, մի հատ էլ դիմեր հրատապության կարգով նշված դիմումը քննության առնելու եւ ունենար իրավական վեճի հաղթահարում, որտեղ այն, որ իրավական վեճ է, իրանք էլ են ընդունում։ Ուղղակի իրանք ասում են, որ իրենք կարողանում են սահմանադրության եւ սահմանադրական օրենքի միջև կոլիզիա հենց դից հաղթահարեն։ Դրա համար եմ ասում, կամայական որոշում է սա։ Ես չեմ պատկերացնում, ես բոլոր դեպքերում մեխանիզմը այսպես պարզ ճանապարհով հնարավոր կոլիզիոն նորմերի հաղթարման չեմ պատկերացնում։ Կրկին մի կարևոր հղում էլ տամ։ Սահմանադրությունն է ասում, որ ազգային ժողովը պետք է ունենա մշտական հանձնաժողովներ, սահմանադրությունն է ասում, որ ազգային ժողովն է հավանություն տալիս կառավարության ծրագրին։ Ինչի համար, որովհետև ազգային ժողովը պետք է լինի ամբողջությամբ ձևավորված իր մշտական հանձնաժողովներով։ Հիմա օրինակ կառավարության ծրագիրը չի կարողանալու մշտական հանձնաժողովում քննարկվի։ Չկա այդ գործիքը, որտեղ չկա ձևավորված։ Եթե հանձնաժողովների ընտրությունները տեղի ունեցել, հիմա ստացվել է այնպես, որ 3 հանձնաժողովի ընտրությունը նորից չի կայացել ղեկավարների։ Սա չի նշանակում, որ հանձնաժողովների ընտրական փուլը, ընտրությունների փուլը անցել է, այսինքն Ոչ, որովհետև ձևավորված է որպես ազգային ժողովի խորհուրդ։ Ոչ, որովհետև ազգային ժողովի խորհրդի կազմը բաղկացած է մշտական հանձնաժողովներից, ոչ թե ընտրված մշտական հանձնաժողովներից, այլ ձևավորված մշտական հանձնաժողովներից։ Եթե պայմանականորեն 3 անգամ նույն տեխնացուն ընտրված չլիներ, արդեն այդ ժամանակ կարող էինք համարել, որ այդ փուլը սպառվել է։ Իրենք էլ են գիտակցում, որ այս փուլը չի սպառվել, որովհետև ոնց տեսակ երբ հայտարարվեց, որ 3 տեխնացու չի ընտրվել, անմիջապես անցան կրկին տեխնացուների առաջադրման փուլին, որը ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված կարգն է։ Այնինչ տեղի ունենում օգոստոսի 2-ից դետալավորված դաժե սահմանադրական օրենք կանոնակարգով է նախատեսված։ Ես նման մեխանիզմ չեմ տեսել։ Չկա բացարձակապես հերթականությամբ հարցերը հերթականությամբ նախատեսված են։ Կներեք ավելի տարօրինակ բան ներկայացնեմ ձեզ։ Կառավարությունը այս անգամ նաև բերել է կառավարության կառուցվածքի հետ կապված փոփոխության օրենքի նախագիծ, որը բերել է ոչ թե կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո, այլ նախքան այդ։ Սա հենց կրկին կանոնակարգ սահմանադրական օրենքով հատուկ ընթացակարգ է նախատեսում, որը առաջին այս նստաշրջանի հարցերի փաթեթի մեջ է ներառվում։ Դա էլ են խախտում։ Իդեպ ստել տրամաբանությունը տեսեք, այսինքն կառավարությունը բերել է ծրագիր, որը պատկերացնում է, որ պետք է իրագործի այն կառավարության կառուցվածքով, որը ներկայացրել է։ Հիմա մենք ստացվում է կառավարության կառուցվածքը դեռ չքննարկած, պետք է ծրագիրը քննարկենք։ Այն, որ այս խնդիրը բացառապես իշխանության կողմից էլ ստեղծվել է, դա էլ է ակնհայտ, որովհետև եթե այն 3 տեխնացուներին, ում չընտրեցին, կրկին դրան իրավական, սահմանադրական, ժողովրդավարական հիմքը չունենալով, եթե ընտրած լինեին, այս խնդիրը չէր լինելու։ Պարոն Վարդանյան, Ժամկետային այս խնդիրը, որովհետև մենք 3
Քննարկելու են կառավարության կառուցվածքի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը։ Ինչև է։ Այստեղ ինչ որ իրավաբանական խզում կամ հակասություն կա, պարոն Վարդանյան, որովհետև այդ դեպքում սահմանադրությունը ինքնին նաև ժամկետ է սահմանում, որ կառավարությունը պետք է գա, այսինքն սահմանադրությունը ճակերտներում ասված այդքան թույլ է գրված, որ հիմա ով ոնց ուզի կամ ոնց Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական դատարանի ամենակարևոր լիազորությունը գիտեք որն է։ Սահմանադրական նորմերի մեկնաբանությունը եւ սահմանադրության գերակայության ապահովումը, բխեցնելով այն իրավունքի գերակայությունից։ Հիմա այս իրավիճակների համար է սահմանադրական դատարանը։ Հասկանում եք, սահմանադրական դատարան 8 տարվա ընթացքում քաղաքացիական պայմանագիրը դիմել է մեկ անգամ падգամավորի լիազորություն դադարեցնելու համար, մեկ անգամ էլ կարծես էլի падգամավորի անհամատեղելիության հարցով։ Այսինքն իրենք սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ են։ Իրենք ունեն այդ հնարավորությունը։ Իմ ասածը հետևյալն է, եթե մենք ունենանք իրավիճակ, որ բոլորը որոշեն սահմանադրությունը մեկնաբանեն, ու հերիք չի մեկնաբանեն, այլ մի հատ է իրագործեն, սահմանադրական դատարանը թող փակվի։ Պետական բյուջեի վրա, իդեպ հիմա ֆինանսա-բյուջետային մշտական հանձնաժողովն է, ինքը չէ քննարկում, ստացվում է հենց բյուջեի մեջ միգուցե պետք է պարզապես օպտիմալացման ճանապարհով գնալ, որովհետև միշտ կարելի է ասել ազգային ժողովը կմեկնաբանի սահմանադրության հետ կապված կոլիզիաներ, էլ ինչն է խնդիրը։ Շնորհակալ եմ։ Լրացուցիչ կխոսենք դեռ։ Շնորհակալ եմ։ Չէ, ես դրան հələ դեռ անդրադարձ նույնիսկ չեմ կատարում, որովհետև տեսեք, դեռ բոլոր դեպքերում մշտական հանձնաժողովների քննարկման փուլն է։ Ամեն դեպքում դա էլ հաշվի առնենք։ Մի հարց էլ, պարոն Վարդանյան, ինչով եք պայմանավորում ձեր առաջին տեխնացուն չընտրեց ԿՊ-ն, երկրորդին ընտրեց, անձի խնդիր էր։ Ես հետևյալը կասեմ, մեր խմբակցությունը, մեր թիմը բաղկացած է բազմաթիվ արհեստավարժ մեր գործընկերներից։ Այն, որ մենք ցանկացած հնարավոր պաշտոն լինի, կարգավիճակ, պատասխանատվություն, պարտականություն, տեղ, մենք կարող ենք մի քանի տեխնացուներ առաջադրել, դա ակնհայտ է։ Երկրորդը, այն, որ քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումից հաջորդող ժամանակահատվածում չէր կարող ունենալ այս հայեցողությունը ընտրել-չընտրելու։ Դա եւս ակնհայտ է։ Բայց ունենք այն, ինչ այս պահին արձանագրեցինք, այն, որ տիկին Մանուկյանն էլ, պարոն Ֆարմանյանն էլ, առավել քան պատշաճ, արհեստավարժ գործընկերներն են մեր եւ տեխնացուներն էին, որոնք կարող էին ապահովել մշտական հանձնաժողովի բնականon գործունեությունը, դա ակնհայտ է։ Բայց տեսանք այն, ինչ տեսանք։ Շնորհակալ եմ։